Պարոն Վարդևանյան, դուք բարձր որակավորում ունեցող մասնագետ եք, ըստ այդմ հանրապետությունում բարձր վարկանիշ ունեցող իրավաբան, շատ պահանջված փաստաբան, ձեզ երբեմն անվանում են նաև ազատության փաստաբան, ըստ այդմ նաև բավականին բարձր վարձատրվող մասնագետ։ Վստահաբար ձեզ ոչ աշխատավարձը, ոչ էլ կարգավիճակն է ստիպել զբաղվել քաղաքականությամբ, որտեղ կարգավիճակի խնդիր էլ ըստ էության չեք ունեցել, հետևապես որն է ձեր մոտիվացիան քաղաքականության մեջ լինելու, քաղաքականությամբ զբաղվելու։ Շնորհակալ եմ հարցի համար, առաջնային մոտիվացիան հենց պատասխանատվությունն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ փոփոխությունների ի կատարածումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական երազանքների ի կատարածելուն ծառայելը եւ կրկին կասեմ, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ծրագրերի ի կատար ածումը, որը հեշտ չէ, դժվար է, բայց մոտիվացնող է։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն Վարդևանյան, ես ուրախ եմ եւ պատիվ է ձեր հետ ձեր թիմակիցը լինելը, լիահույս եմ, որ ազգային ժողովի այլ ֆրակցիաների մեր գործընկերները ձեռնամուխ կլինեն, որպիսի իրացվի երկրի մայր օրենքով արձանագրված դրույթը, այն է, որ ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ֆրակցիայի անդամ եւ ինչպես պարոն Կոնջարյանը նշեց, սա իրավունք լինելուց բացի մի անգամ Սահմանադրական դատարանը արձանագրել է որպես պարտականություն եւ լիահույս եմ, որ դուք ընտրվելու եք։ Ես այդ աստիճան օպտիմիզմ չեմ կիսում, միաժամանակ պարզապես կարձանագրեմ, որ ինձ համար էլ մեծ պատիվ է լինելու ուժեղ Հայաստան խմբակցության անդամ գործընկերներիս հետ միասին, առաջ Աստված։ Հարություն Հարությունյան։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, պարոն Վարդևանյան, օրինակ ինչպես է գնահատում դատական համակարգի անկախությունը, ինքնուրույնությունը վերջին 8 տարիներին եւ դրանից առաջ, նաեւ խնդրեմ ձեր խոսքում անդրադառնալ, քանի որ վաղուց է ինչ զբաղվում եք փաստաբանությամբ եւ հայտնի անձանց պաշտպանությամբ, ովքեր քաղաքական գործունեություն են ծավալել, այօրինակ ինչպես է գնահատում իրավիճակը նաեւ քաղաքական բանտարկյալների թվի աճի կամ նվազման մասով 18 թվականից այս կողմ եւ հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դատական համակարգի վերաբերյալ գնահատականս կլինի հետեւյալը։ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ունեցել է խնդիրներ մինչև 2018 թվականը, 2018 թվականին հաջորդող ժամանակահատվածում ևս։ 2018 թվականին հաջորդող ժամանակահատվածում, շատ անկեղծ կասեմ, եղել է մի ժամանակահատված, երբ պետք է քաղաքական կամքը կամ ամրագրվեր, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս դատական իշխանությունը լինելու է անկախ կամ ոչ։ Արդյոք այդ կամքը իրացվեց, թե ոչ, չիրացվեց։ Դատական համակարգում կան խնդիրներ բազմաթիվ։ Ես անկեղծորեն եմ ասում, իմ կողմից ամենաքաղաքական կամքի տեսանկյունից այս իշխանությունների անընկալելի երևույթը տեղի էր ունեցել, եթե չեմ սխալվում, 2021-22 թվականին, երբ Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի նախագահ։ Ոչ թե կարգապահական վարույթ հարուցվեց, ոչ թե կարգապահական ներգործություն իրականացվեց, ինչպես օրինակ բազմաթիվ դատավորների լիազորություններ դադարեցվել են, բազմաթիվ։ Մնացական Մարտիրոսյանը պաշտոնի բարձրացում ունեցավ։ Սա, գիտեք, կարծում եմ շատ լավ բնութագրող էր, թե ի վերջո քաղաքացիական պայմանագիրը ինչ տեսլական ունի դատական իշխանության վերաբերյալ։ Ես իհարկե կրկին եմ ասում, սա բացառիկ
նաև իրավունքի հոգեբանության կոնտեքստը երբ փորձես բացահայտել, իմ համար անբացատրելի է քաղաքական կամքի տեսանկյունից, կիրառական տեսանկյունից բացատրելի է։